Մանուշակի և Արսենի սիրո պատմությունը շատերի համար օրինակելի էր թվում հենց առաջին օրվանից, երբ նրանք սկսեցին միասին երևալ քաղաքում։ Մանուշակը նուրբ մի փոքր մելամաղձոտ աչքերով արվեստի պատմություն դասավանդող աղջիկ էր, իսկ Արսենը զուսպ, առնական, քչախոս, բայց այնպիսի հայացքով, որը կարծես անընդհատ պաշտպանում էր Մանուշակին աշխարհի բոլոր հոգսերից։ Նրանց ծանոթությունը եղել էր չափազանց պատահական, գրախանութում, անձրևոտ մի երեկո, երբ երկուսն էլ ձեռք էին մեկնել նույն գրքին։ Դա կարծես ֆիլմի սցենար լիներ։ Արսենը ջենտլմենի պես զիջել էր գիրքը, իսկ հետո առաջարկել էր սուրճ խմել մոտակա սրճարանում։ Այդ օրվանից սկսած նրանք անբաժան էին։ Արսենը տարօրինակ կերպով կռահում էր Մանուշակի ամեն մի ցանկությունը։ Նա գիտեր, թե որ ծաղիկներն է սիրում աղջիկը, դեռ նախքան Մանուշակը կհասցներ ասել։ Նա գիտեր, որ Մանուշակը վախենում է ամպրոպից և այդ պահերին միշտ զանգում էր նրան, անկախ նրանից, թե որքան զբաղված էր։ Մանուշակը հաճախ էր մտածում, որ Աստված վերջապես լսել է իր աղոթքները և ուղարկել մեկին, ով իրեն հասկանում է առանց բառերի։ Նրանց հարաբերությունները զարգացան արագ, բայց ոչ շտապողական։ 6 ամիս անց Արսենը առաջարկություն արեց։ Ամեն ինչ կատարյալ էր, չափազանց կատարյալ։ Եվ միայն երբեմն, շատ հազվադեպ, Մանուշակը նկատում էր, որ Արսենը նայում է իրեն ոչ թե պարզապես սիրահարվածի, այլ ինչ-որ ծանր մեղքի զգացումով լի հայացքով, բայց աղջիկը դա վերագրում էր տղամարդու բնավորությանը և առաջիկա հարսանիքի հուզմունքին։ Հարսանիքը անցավ հայկական ավանդական ճոխությամբ, լի երաժշտությամբ, կենացներով և բարեկամների ուրախ բացականչություններով։ Արսենը ամբողջ երեկոյի ընթացքում ձգված էր, նրա ժպիտը հաճախ չէր հասնում աչքերին, և նա անընդհատ սեղմում էր Մանուշակի ձեռքը, կարծես վախենում էր, որ նա կփախչի։ Երբ խնջույքն ավարտվեց և նրանք վերջապես հասան իրենց նոր բնակարանը, լռությունը, որը տիրեց տանը, կտրուկ հակադրություն էր ռեստորանի աղմուկին։ Սա այն պահն էր, որին սպասում էին, և միևնույն ժամանակ վախենում։ Մանուշակը, հոգնած բայց երջանիկ, նստեց մահճակալի եզրին, հանելով կոշիկները։ Նա սպասում էր, որ Արսենը կմոտենա, կգրկի իրեն, կասի այն ջերմ խոսքերը, որոնք պահել էր այս գիշերվա համար։ Բայց Արսենը չէր մոտենում։ Նա կանգնած էր պատուհանի մոտ, մեջքով դեպի Մանուշակը, և նայում էր դուրս, գիշերային քաղաքի լույսերին։ Նրա ուսերը լարված էին, շնչառությունը ծանր։ «Արսեն, ամեն ինչ կարգին է», հարցրեց Մանուշակը, ձայնի մեջ թաքցնելով անհանգստությունը։ Արսենը չպատասխանեց։ Նա հանեց փողկապը, նետեց աթոռին, բայց դեռ չէր շրջվում։ Սենյակում լարվածությունն այնքան մեծ էր, որ թվում էր օդը պայթելու է։ Մանուշակը վեր կացավ և զգուշորեն մոտեցավ ամուսնուն, ձեռքը դնելով նրա ուսին։ Արսենը ցնցվեց, կարծես էլեկտրական հոսանք էր անցել մարմնով, և կտրուկ շրջվեց։ Նրա դեմքը գունատ էր, աչքերում կար մի տեսակ խուճապ և վճռականություն միաժամանակ։ Նա նայեց Մանուշակին այնպես, կարծես վերջին անգամ էր տեսնում։ «Մանուշակ, ես չեմ կարող», խզված ձայնով ասաց նա։ «Ես չեմ կարող սկսել մեր կյանքը ստով։ Ես պետք է քեզ մի բան խոստովանեմ, ու դրանից հետո գուցե դու ուզես հենց հիմա հավաքել իրերդ ու հեռանալ»։ Մանուշակի սիրտը սկսեց արագ բաբախել։ Ինչ կարող էր լինել։ Ուրիշ կին? Հիվանդություն? Պարտքեր? Նա լուրջ սպասում էր։ Արսենը խորը շունչ քաշեց, ձեռքը տարավ պիջակի ներսի գրպանը և հանեց մի փոքրիկ, մաշված, կապույտ տետր։ Մանուշակի աչքերը լայնացան։ Նա ճանաչեց այդ տետրը։ Դա իր անձնական օրագիրն էր, որը նա կորցրել էր ուղիղ 2 տարի առաջ, ավտոբուսի մեջ, իր կյանքի ամենադժվար ու դեպրեսիվ շրջանում։ Սա որտեղից քեզ, շշնչաց Մանուշակը։ Արսենը չմոտեցավ։ Նա պարզապես պահեց տետրը ձեռքում ու սկսեց խոսել, և ամեն բառը մեխի պես խրվում էր լռության մեջ։ «Մեր հանդիպումը գրախանութում պատահականություն չէր, Մանուշակ», ասաց նա ցածր ձայնով։ «Ես գտա այս տետրը 2 տարի առաջ, ավտոբուսի նստարանին։ Ես պետք է այն ուղղակի հանձնեի վարորդին կամ դեն նետեի, բայց ես բացեցի, ես սկսեցի կարդալ, և ես չկարողացա կանգ առնել։ Ես կարդացի քո ամենանվիրական մտքերը, քո ցավը, քո երազանքները, որոնց մասին ոչ ոք չգիտեր։ Ես կարդացի, թե ինչպիսի տղամարդու ես դու երազում, համբերատար, ով կհասկանա քո լռությունը, ով կսիրի քո թերությունները։ Ես սիրահարվեցի քեզ այդ տետրի տողերին, դեռ քեզ չտեսած։ Ես իմացա ով ես դու,
գտա քեզ սոցիալական ցանցերով, իմացա թե ուր ես գնում, ինչ ես սիրում, եւ ես որոշեցի դառնալ այն մարդը, ում մասին դու գրել էիր։ Արսենը մի պահ լռեց, շունչը կարգավորելու համար։ Մանուշակը քարացել էր։ Այս 6 ամիսների ընթացքում, շարունակեց Արսենը ձայնը դողալով, ամեն անգամ, երբ ես քեզ ծաղիկ էի նվիրում, դա այն ծաղիկն էր, որի մասին դու գրել էիր այստեղ։ Երբ ես քեզ տանում էի որևէ տեղ, դա այն վայրն էր, որի մասին դու երազել էիր այստեղ։ Ես սովորեցի լինել քո իդեալը, կարդալով քո հոգին առանց քո թույլտվության։ Ես գողացա քո սերը, Մանուշակ։ Ես խաղացի քո զգացմունքների հետ, որովհետև ես գիտեի խաղի կանոնները, իսկ դու ոչ։ Ես վախենում էի, որ եթե պարզապես մոտենայի քեզ որպես Արսեն, դու ինձ չէիր նկատի։ Բայց հիմա, երբ մենք ամուսնացած ենք, ես հասկացա, որ չեմ կարող պարկել քո կողքին, իմանալով, որ դու սիրում ես ոչ թե ինձ, այլ այն կերպարին, որը ես ստեղծել եմ, օգտագործելով քո իսկ գաղտնիքները։ Սենյակում տիրեց մեռելային լռություն։ Ժամացույցի տկտկոցը թվում էր մուրճի հարված։ Մանուշակը նայում էր Արսենին, հետո իր հին մաշված տետրին։ Մտքերը խառնվել էին։ Նա պետք է զայրացած լիներ։ Սա խաբեություն էր, սա ներխուժում էր անձնական տարածք։ Նա իրեն մերկացած էր զգում, խաբված։ Նա հիշեց իրենց պատահական հանդիպումը, Արսենի ինտուիցիան։ Ամեն ինչ հանկարծ ստացավ այլ, ավելի մութ իմաստ։ Արսենը կախել էր գլուխը, սպասելով դատավճռին։ Նա պատրաստ էր, որ Մանուշակը հիմա կապտակի իրեն ու դուրս կվազի։ Բայց հետո Մանուշակը դանդաղ քայլերով մոտեցավ նրան։ Նա վերցրեց տետրը Արսենի ձեռքից։ Նայեց էջերին, որոնք արդեն դեղնել էին, եւ տեսավ, որ որոշ էջերի վրա նշումներ կան արված Արսենի ձեռագրով, ընդգծված տողեր, հարցականներ։ Նա հասկացավ մի բան, որն Արսենը չէր գիտակցում։ Ուրեմն դու ուզում ես ասել, սկսեց Մանուշակը շատ ցածր, բայց հաստատուն ձայնով, որ դու 2 տարի ապրել ես իմ ցավով, դու կարդացել ես իմ ամենատխուր օրերի մասին ու չես փախել։ Դու իմացել ես իմ բոլոր վախերը, իմ թուլությունները, իմ ամենատգեղ մտքերը, որոնք ես վստահել եմ միայն թղթին, ու դու այնուամենայնիվ որոշել ես գտնել ինձ ու սիրել։ Արսենը բարձրացրեց աչքերը։ Նրա հայացքում զարմանք կար։ Ես սիրեցի քեզ, որովհետև այդ տետրում ես տեսա աշխարհի ամենաազնիվ հոգին, ասաց Արսենը։ Մանուշակը թեթև ժպտաց։ Աչքերից մի արցունք գլորվեց։ Արսեն, ոչ ոք չի կարող ձևանալ 2 տարի շարունակ, ասաց նա մոտենալով ու գրկելով ամուսնուն։ Դու կարող էիր օգտագործել այդ տեղեկությունները ինձ ցավեցնելու համար, բայց դու օգտագործել ես դրանք ինձ երջանկացնելու համար։ Դու չես ստեղծել կերպար։ Դու պարզապես ցույց ես տվել, որ պատրաստ ես լինել այն մարդը, ում կարիքը ես ունեմ։ Դու սիրահարվել ես ոչ թե իմ դիմակի, այլ իմ իրական էությանը, որը նույնիսկ ես էի թաքցնում աշխարհից։ Մանուշակը բարձրացրեց ձեռքը եւ շոյեց Արսենի դեմքը։ Դու գող չես, Արսեն, դու պարզապես ավելի լավ ես ճանաչում ինձ, քան ես ինքս։ Եվ եթե դու կարողացել ես սիրել այն աղջկան, ով գրել է այդ տխուր տողերը, ուրեմն մեր սերը ամենաիրականն է։ Արսենը, ով սպասում էր մերժման, հանկարծ զգաց, թե ինչպես է ընկնում հսկայական ծանրությունը։ Նա գրկեց Մանուշակին այնքան ամուր, որ թվում էր ուզում է ձուլվել նրա հետ։ Այդ գիշեր նրանց առաջին ամուսնական գիշերն էր, բայց դա ավելին էր, քան պարզապես ֆիզիկական մերձեցումը։ Դա 2 հոգիների հանդիպում էր, որոնք արդեն վաղուց ճանաչում էին իրար, պարզապես հիմա առանց գաղտնիքների։ Եվ երբ լուսինը լուսավորում էր սենյակը, կապույտ մաշված տետրը մնացել էր պահարանի վրա, որպես վկա մի տարօրինակ, բայց ճշմարիտ սիրո պատմության։